Ողջույն սիրելի հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է փոփոխել երկար տարիների միգրացիոն քաղաքականությունը, արգելելով ապաստանի համար դիմողներին օրինական աշխատելու իրավունք տալը, մինչև նրանց գործերը կքննվեն։ Տեղեկությունը հրապարակել է CBS News-ը, հղումանելով ներքին անվտանգության նախարարության երկու անանուն պաշտոնյայի։ Նոր առաջարկվող կանոնակարգի համաձայն Միացյալ Նահանգների քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը USCIS-ը չի տրամադրի աշխատանքային թույլատվություններ ապաստանի հայցով սպասող անձանց, մինչև բոլոր գործերի քննությունը չկատարվի միջինը 180 օրվա ընթացքում։ Իրականում սա կդառնա անժամկետ արգելք, քանի որ ներկայումս 77%-ից ավելի գործերը քննվում են 180 օրից ավելի, 40%-ը մնում է չլուծված նույնիսկ 2 տարի անց։ Ներկայիս օրենքով հայց ներկայացված անձը կարող է դիմել աշխատանքի թույլատվության համար իր դիմումից 150 օր անց և ստանալ այն 30 օր հետո, ընդհանուր 180 օրից հետո։ Նոր կանոնակարգը տարածվելու է ինչպես USCIS-ում ներկայացված հայցերի, այնպես էլ նրանց վրա, ովքեր միգրացիոն դատարաններում են, նույնիսկ արտաքսման գործընթացի շրջանակում։ USCIS-ի մոտ քննվում է մոտ 1.5 միլիոն ապաստանի գործ, միգրացիոն դատարաններում ավելի քան 2 միլիոն։ Մանհեթենի միգրացիոն դատարանում վերջին օրերին նկատվել է ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների ալիք։ Առավոտյան այսի գործակալները ձերբակալել են առնվազն 7 միգրանտների 290 Բրոդվեյ հասցեում տեղի ունեցած դատական նիստերից անմիջապես հետո։ Մեկ օր առաջ նույն թվով մարդիկ ձերբակալվել էին դատարանի դիմաց։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ այս գործողությունները մաս են կազմում ամբողջ երկրով մեկ իրականացվող նոր ծրագրի, որի նպատակն է արագ արտաքսել այն միգրանտներին, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում մուտք են գործել երկիր։ Նրանց նկատմամբ կիրառվում է արագացված արտաքսման գործընթաց, որը շրջանցում է ստանդարտ ներգաղթի դատավարությունը։ Դատարանում Դոմինիկյան Հանրապետությունից Խուան անունով տղամարդը, ներկայացած լինելով առանց փաստաբանի, հարցրել է իր ապաստանի դիմումի վերաբերյալ։ Դատավոր Ավիվա Փոշցերը պատասխանել է, որ դիմումը կքննվի այլ կարգով, սակայն հենց նա դուրս է եկել լսումից, այսի գործակալները նրան բռնի ձերբակալել են։ Նրա անունը ամբողջությամբ չի հրապարակվում, հաշվի առնելով նրա օրինական կարգավիճակի անորոշությունը։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել ողջ օրվա ընթացքում և ոչ միայն Մանհեթենի դատարանում։ Լոս Անջելեսի կենդանաբանական այգին այսօր ողջ օրը փակ է լինելու։ Zoo Drive մայրուղու երգելն առավոտյան արդեն փակել էին ժամը 6:25-ին, 5-րդ մայրուղու երկայնքով դեպի հյուսիս և հարավ տանող Zoo Drive երգերի, ինչպես նաև 134-րդ մայրուղուց դեպի արևելք տանող Zoo Drive ելքը շրջափակված էր ոստիկաններով։ Դեռևս անհայտ պայմաններում սև գույնի SUV-ն էր պատճառը, որի շուրջ զինված ոստիկաններ էին, ովքեր փորձում էին խաղաղ լուծման հասնել մեքենայում գտնվող անձի հետ։ Մի քանի ժամ անց կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել է, որ այգին ամբողջ օրը փակ է մնալու։ Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Սպա Սերվանտեսը հայտարարել է, որ կասկածյալը բերման է ենթարկել ժամը 11:30-ի սահմաններում։ Ինչպես դեպքի մանրամասների, այնպես էլ բերման ենթարկման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։ Դոնալդ Թրամփը սպառնացել է մեծածավալ ֆինանսական տուգանքներ կիրառել Կալիֆոռնիայի դեմ այն բանից հետո, երբ տրանսգենդեր մարզիկը մասնակցել և հաղթել է դպրոցական ատլետիկայի նահանգային առաջնությունում։ Կենսաբանորեն արական սեռի ներկայացուցիչը մասնակցել է Կալիֆոռնիայի աղջիկների նահանգային եզրափակիչին և խոշոր հաղթանակ տարել, չնայած նրան, որ ես նախապես զգուշացրել էի դա չանել, գրել է Թրամփը Truth Social-ում։ Կևին Նյուսոմը լիովին գիտակցում է, որ մեծածավալ տուգանքներ են կիրառվելու, ավելացրել է նա, դիմելով Կալիֆոռնիայի նահանգապետին։ Թրամփը չի հստակեցրել, թե ինչ տուգանքների կամ ինչ դաշնային ֆինանսավորման կասեցման մասին է խոսքը։ Բողոքի կենտրոնում հայտնվել է Էյբի Հերնանդեսը, տրանսգենդեր դպրոցական մարզիկը, որն առաջին տեղն է գրավել աղջիկների բարձր թռիչքի և եռացատկի մրցումներում։ Մոհամեդ Սաբրի Սոլոմոնը, Եգիպտոսի քաղաքացին, որը մեղադրվում է Կոլորադոյում տեղի ունեցած պրոիսրայելական ցույցի ժամանակ մոլոտովյան կոկտեյլներով հարձակման մեջ, մեղադրվել է դաշնային ատելության հանցագործության մեջ, հայտնել են պաշտոնյաները։ Նախնական տվյալներով 45-ամյա Սոլոմոնը նախընտրել է օգտագործել մոլոտովյան կոկտեյլներ փոխարենը հրազենի, քանի որ որպես ոչ քաղաքացի արգելված է եղել նրա կողմից զենքի գնումը։ Կոլորադոյի դաշնային դատարանի ժամանակավոր դատախազ Ջեյ Բիշոփ Գրեյվելը հայտարարել է, որ Սոլոմոնը մոտ 1 տարի պլանավորել է իրականացված հարձակումը։ Ըստ պետական և դաշնային փաստաթղթերի Սոլոմոնը քննիչներին հայտնել է, որ ուզում էր սպանել բոլոր սիոնիստներին, սակայն հարձակումը հետաձգել էր մինչև իր դստեր ավագ դպրոցն ավարտելը։ Այս հարձակումը դարձել է համացանցում և Միացյալ Նահանգներում հրեաների դեմ աճող բռնությունների հերթական դրսևորումը, որը բխում է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սաստկացումից։ Նրա կինը և 5 երեխաներն այսօր կալանավորվել են դաշնային միգրացիոն իշխանությունների կողմից։
Ստամբուլում կայացած խաղաղ բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնություն են ձեռք բերել փոխանակել ավելի շատ ռազմագերիներ եւ վերադարձնել շուրջ 12,000 զոհված զինծառայողի մարմին։ Մարտի 22-ից ի վեր սա կողմերի ընդամենը երկրորդ նման բանակցություններ, որը տևել է 1 ժամ։ Սակայն հրադադարի շուրջ համաձայնություն հասնելու առումով որևէ առաջընթաց չի եղել։ Ուկրաինան, նրա եվրոպացի դաշնակիցները եւ Միացյալ Նահանգները կրկին կոչ են արել Ռուսաստանին ընդունել հրադադարի առաջարկը։ Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է հասնել երկարաժամկետ կարգավորման, այլ ոչ թե պարզապես պատերազմում ժամանակավոր դադարի։ Ի պատասխան Ուկրաինան պնդել է, որ Ռուսաստանը իրականում խաղաղություն չի ցանկանում եւ անհրաժեշտ են նոր պատժամիջոցներ Մոսկվային հրադադարի գնալու համար հարկադրելու նպատակով։ Կրեմլի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը ուկրաինացի գործընկերներին է փոխանցել մանրամասն հուշագիր, որը ներկայացնում է Մոսկվայի պայմանները լիարժեք հրադադարի համար։ Բացի դրանից, ռուսական կողմը առաջարկել է նաև կարճատև հրադադար զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու նպատակով։ Ռուսական մամուլի տվյալներով Մոսկվան հայտնել է, որ կդադարեցնի պատերազմը միայն այն դեպքում, եթե Ուկրաինան համաձայնվի զիջել զգալի տարածքներ եւ ընդունի իր բանակի թվաքանակի սահմանափակումը։ Ուկրաինան բազմիցս մերժել է այս պայմանները, համարելով դրանք հանձնվելուն համարժեք։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը բանակցություններից հետո ներկայացրել է որոշ մանրամասներ։ Նրա խոսքով բանակցությունների ընթացքում ռուսական կողմը իրենց պատվիրակությանն է փոխանցել փաստաթուղթ, որը ուկրաինական թիմը կուսումնասիրի 1 շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո կկազմակերպվեն հաջորդ քայլերը։ Ռազմագերիների փոխանակման առումով կողմերը որոշել են կենտրոնանալ ոչ թե թվերի, այլ կոնկրետ կատեգորիաների վրա։ Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով փոխանակել ծանր վիրավոր եւ լուրջ հիվանդ ռազմագերիներին։ Երկրորդ կատեգորիան վերաբերում է 18-ից 25 տարեկան երիտասարդ զինծառայողներին, որոնք նույնպես փոխանակվելու են նույն սկզբունքով։ Ումերովն ընդգծել է, որ Ուկրաինան նաեւ մի քանի 100 ուկրաինացի երեխայի ցուցակ է տրամադրել ռուսական կողմին, ովքեր ապօրինաբար տարվել են Ռուսաստան։ Ուկրաինան առաջարկել է նոր բանակցություններ անցկացնել հունիսի վերջին, վստահ լինելով, որ իրավիճակի վերջնական կարգավորումը հնարավոր է միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման միջոցով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բանակցությունները բնութագրել է հոյակապ հանդիպում եւ հույս հայտնել, որ կկարողանա կազմակերպել Պուտինի եւ Զելենսկիի ուղիղ բանակցությունները Թուրքիայում, որոնց կարող է միանալ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաղորդվում է, որ թե Ուկրաինան, թե Ռուսաստանը տարբեր պատճառներով ցանկանում են պահել Թրամփին ներգրաված խաղաղության գործընթացում։ Թրամփն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ միջնորդական գործընթացից, եթե կողմերը չցուցադրեն առաջընթաց գործարքի հասնելու ճանապարհին։ Միացյալ Նահանգների աշխատաշուկան ապրիլին անակնկալ ցուցաբերել է կայունություն, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարած առևտրային պատերազմների հետևանքով տնտեսական անորոշությանը։ Աշխատանքային բաց տեղեր ապրիլին աճել են հասնելով 7.4 միլիոնի, մինչդեռ մարտին այդ թիվը եղել էր 7.2 միլիոն։ Տնտեսագետները կանխատեսել էին նվազում մինչև 7.1 միլիոն, սակայն այս աճը վկայում է, որ աշխատաշուկան դեռևս աշխուժ է։ Միևնույն ժամանակ գործից ազատվողների թիվը նվազել է, ինչը նշանակում է, որ աշխատողները վստահ չեն իրենց ապագա հնարավորություններին, իսկ ազատվածների թիվը փոքր-ինչ աճել է։ Աշխատանքի շուկայում նկատվում է նաև թուլացման նշան։ Այժմ յուրաքանչյուր գործազուրկին բաժին է ընկնում 1 աշխատատեղ, մինչդեռ 2022 թվականի դեկտեմբերին յուրաքանչյուր գործազուրկին համապատասխանում էր 2 թափուր աշխատատեղ։ Թափուր աշխատատեղերի թիվը մնում է բարձր պատմական համեմատությամբ, սակայն այն զգալիորեն նվազել է 2022 թվականի մարտին գրանցված գագաթնակետային 12.1 միլիոնից։ Դաշնային աշխատատեղերի մասով, չնայած կառավարության արդյունավետության նախարարության ենթադրյալ կրճատումներին, նման բան փաստացի տեղի չի ունեցել։ Ապրիլին դաշնային աշխատողների թիվը աճել է հասնելով 134 հազարի, մարտին այն եղել է 121 հազար։ Դաշնային մակարդակում ազատվածների թիվը կրճատվել է, 4 հազարի է հասել, նախորդ ամիս 8 հազար էր, փետրվարին 19 հազար։ Միացյալ Նահանգների աշխատաշուկան շարունակում է ցուցաբերել համեմատական դիմադրողականություն, չնայած 2022-23 թվականներին դաշնային պահուստի համակարգի բարձրացրած տոկոսադրույքներին, որոնք կիրառվել էին գնաճի դեմ պայքարելու նպատակով։ Տնտեսական հեռանկարն անորոշ է հիմնականում Թրամփի տնտեսական քաղաքականության պատճառով, ներառյալ ներմուծման սակագների մեծացումը, դաշնային աշխատողների մասսայական հեռացումները եւ Միացյալ Նահանգներում ապօրինի աշխատող ներգաղթյալների արտաքսումը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։